կիրարկման մեխանիզմներ ինձ համար խնդրահարույց են։ Որոշ կետեր կան, որոնք խտրականություն են պարունակում։ Պրակտիկ լուծումներ են պետք։ Նախատեսվում է սահմանել համալիր ծրագիր։ Մինչև նախագիծն օրենք կդառնա, շահագրգիռ կողմերը քննարկում են վիճում ու համոզում։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին օրինագիծը դեռ հանրային քննարկում է անցնում։ Այդքան էլ հստակ չի այստեղ սահմանումը, ինչ ասել է հաշմանդամություն։ Ճիշտ որոշենք այն անձանց շրջանակով, ովքեր կհամարվեն հաշմանդամություն ունեցող անձ։ Հանրային քննարկման փուլը բոլոր հարցերը հստակեցնելու համար է, կարևոր է նույնիսկ մեկ բառի փոփոխությունն ու ճշգրտումը։ Հասանելիություն եւ մատչելիություն բառը որպես հոմանիշ են օգտագործում, իսկ դա նույնը չէ։ Մատչելի դա այն վայրն է, որտեղ հաշմանդամություն ունեցող անձը կարող է մուտք գործել եւ բոլոր գործառույթները, բոլոր գործողությունները կատարել այլոց հետ հավասար հիմունքներով։ Հասանելին դա կարելի է հասնել ինչ-որ միտեղ, բայց արդյոք կարելի է այնտեղ գործունեություն ծավալել։ Արմեն Ալավերդյանի առաջարկով մատչելիություն բառը վերականգնվել է առայժմ փակագծերում։ Այդուհանդերձ նոր օրինագիծը մեկ քայլ առաջ է համարում, միայն թե դեկլարատիվ բնույթն է պահպանվել։ Օրինակ, ինչ է նշանակում խելամիտ հարմարեցում եւ ինչպես։ Օրինակ Առնո Բաբաջյանի անվան համերգաստարահը գտնվում է դահլիճի երկրորդ հարկում, որտեղ տանում են շատ բարդ անմատչելի աստիճաններ։ Ինչ խելամիտ հարմարեցումներ կարող եմ ես պահանջել այդ օջախի ղեկավարությունից։ Զարուհի Բաթոյանը հարմարեցված տրանսպորտի հարցն է բարձրացնում, ձևակերպումն այն չէ։ Օրենքը պիտի ասի, որ տրանսպորտային միջոցները պետք է մատչելի լինեն բոլորի համար։ Նվազագույն չափը որն է։ Օրինագծում իրենց առաջարկներն են ընդգրկված, բայց դեռ բաց հարցեր կան։ Օրենքի նախագծի հեղինակը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է։ Նախարարն ու մասնագետներն այստեղ են, որպեսզի լսեն բոլորին։ Նոր օրինագծով սահմանվում է նաեւ հաշմանդամության ճանաչման նոր մոդելը։ Հաշմանդամության կարգը որոշելու հին մոդելին զուգահեռ 2017-ից կփորձարկվի նաեւ նորը։ Ավտոմատ ձևաչափով, եթե խումբը ձեռք է բերվել, ապա կենսաթոշակ նշանակեցինք, այդ գումարները տրամադրեցինք կամ որոշակի արտոնություններ սահմանափակվեցին, հիմա ավելի անհատական մոտեցում ցուցաբերելու եւ անհատական մոտեցման հիման վրա անհրաժեշտ ծառայությունների ծավալ տրամադրելու խնդիր ենք դնում։ Նոր օրենքով կձևավորվի նաեւ մոնիտորինգ իրականացնող մարմինը, այն կհետևի, թե ինչպես են իրացվում ու պաշտպանվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները։ Միջազգային փորձը կա եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջարկում է իրեն տրամադրել այդ մանդատը։ Նելի Հարությունյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։